Արտաշես Ալեքսանյանը իմ ուսանողական կյանքում ի հայտ եկել, երբ են Մոսկվայի տարիները, որ սովորում էինք կինոակադեմիայում Չգարխանյանի արհեստանոցում, որ չկար, որ իրար չտեսնեինք, չհանդիպեինք, ստեղծագործական վեճ չունենայինք, բայց միշտ իրար հետ հաց ենք կիսել։ Ինձ համար մեծ անակնկալ էր, որ Արտաշես Ալեքսանյանը պակասեց մեզանից։ Ցավում եմ, մեծ ցավ եմ ապրում, իրա կորստի համար ինքը դեռ շատ բան կարող էր անել։ Պարոն Ալեքսանյան նախ իր էությամբ շատ հզոր հայ էր, ազգասեր, հայրենիքասեր, ընկերասեր, մեծ արվեստագետ էր, մեծ արվեստագետ։ Այսօր մենք կորցրեցինք մեր ամենալավագույններից մեկին, շատ ինքը այս մեր երկրի ապագայով էր շատ մտածում, ազգի կայունության ու դեպի լավը գնալու համար էր մտածում ու պայքարողներից մեկն էր, որ նույնիսկ ինքը ազատամարտիկ էր, որ իր կյանքը չէր խնայում հայրենիքի համար։ Ինքը ամեն ինչ ուզում էր անել, որ եւ արվեստում եւ հայրենիքի համար ամեն ինչ լինի շատ լավ։ Բայց ցավոք սրտի նա այդ պահերին ինչ որ երազում էր չտեսավ։ Հրաշալի ոչ միայն ինքը երազում արտիստ գործեցին լավ մարդ, լավ ծնող, լավ, չգիտեմ, ամեն ինչով լավ անձնավոր։ Ցավոք սրտի այս վերջի ժամանակահատվածում մեր ընկերների շատերը գնացին, Աստված թող հոգիները լուսավորի քեզ։ Ես Ալեքսանյանի հետ տարիներով աշխատել եմ, ինքը ընկեր է եղել, դասախոս է եղել, որից ես շատ բան եմ սովորել նկարահանումների ընթացքում կյանքում, հրաշալի մարդ, հրաշալի, մեծատառով մարդ, Գարեգին Նժդեհը և հարազատ թշնամիում, որում իմ հայրն էր խաղում, իրականում մենք իսկապես այդ ֆիլմի շրջանակներում դառանք ընտանիք։ Ես ցավում եմ, որ հայ բեմը կորցրեց նման մեծ տաղանդավոր դերասան է։ Իրոք Արտաշեսը ուրիշ տեսակի դերասան էր, հայրենացել։ Հայրենամակումը դրա մեջ այնքան էր, որը ոչ մեկից մեջ չկա։ Ինչի համար։ Նա ռազմաճակատում որպես ազատամարտիկ մասնակցել է մեր Ռուստամի ջոկատում մասնակցել է պատերազմին, անցել է մեծ փառապած մարտական ուղի։ Եվ ռազմաճակատում էր որպես դրսևորեց, որպես հզոր անհատականություն։ Իսկ թեմական արվեստում նա դրան հասնող չկար։ Բանալավանավատ, որ Գարեգին Նժդեհ, օժտված Գարեգին Նժդեհի գաղափարով, Գարեգին Նժդեհի ցեղակրոնությամբ նա խաղաց Գարեգին Նժդեհի կինոն, որը որ մինչ օրս դա դասա բոլորի համար։